Ողջույն։ Ընտրության օրն անցավ, իշխանությունը թվերը նկարեց, դզեց, փչեց, փորձում է մարսել, բայց խնդիրները մնում են։ Ամեն տարի այս շրջանում բրոքերները, արտահանողները լցվում էին դաշտերը, պայմանագրերը ձեռքներին։ Այս տարի մեռելային լռություն է։ Բերքը հասել, ծառից թափվում է։ Մարդիկ չգիտեն ինչ անել։ Իբր փոխհատուցում էր կառավարությունը խոստանում, դա էլ տեղ չի հասել։ Հայկական բեռնատարները վերին լարսում կանգնում են, բերքը փչանում է, հետ են գալիս։ Գյուղացիներն ասում են, բողոքի ակցիաներ անենք։ Արեք։ Բայց բողոքի լավագույն ակցիան ընտրություններն էին։ Փաշինյանենք գյուղացիներին տված խոստումը դրժեցին հենց ընտրությունների հաջորդ օրը։ Հիշեցնեմ։ Քարոզարշավից առաջ Ռուսաստանի Դաշնությունը արգելեց հայկական գյուղմթերքը։ Էկոնոմիկայի ԿՊԱ-ական նախարարն ասաց, մենք էլ Եվրոպա կարտահանենք, կհնգապատկենք արտահանումը, կբազմապատկենք մի քանի անգամ ավելի։ Նիկոլն ասաց, այնքան կարտահանենք, որ հետո զանգենք Փարիզ, հետ ուզենք։ Էլի նույն Պապոյանը ասաց հետո, հունիսի 7-ից 8-ը Ռուսաստանի հետ խնդիրները կկարգավորվեն։ Այսօր հունիսի 17-ն է։ Ռուսաստանի հետ ոչ միայն չի կարգավորվել, այլև խորացել է։ Դրան որ տեսնեք, հələ հարցրեք, այն որ հաշվում է թե օրը քանի ֆուր է անցնում վերին լարսով, մի հատ էլ կհաշվես, թե քանի ֆուր կամ ինքնաթիռ է գնում Եվրոպա։ Մինչ սրանք ասում էին, թե ընտրությունից հետո կկարգավորվի հարցը Ռուսաստանի հետ, այդ երկիրը հայտարարեց, որ էլ հայկական ձուկ իրենց պետք չէ, Իրանից ու Թուրքիայից են բերում։ Լրացրել են տեղը։ Իսկ այն, որ խոստանում էին հնդգապատկել դեպի Եվրամիություն, հենց ընտրությունների հաջորդ օրը Պապոյանն ասաց. լոգիստիկան բարդ է, հեռու է, ծով ելք չունենք, ժամանակի երկարություն է, ապրանքը թանկանում է, դառնում է ոչ մրցունակ։ Այսքանը մինչև ընտրությունները Պապոյանը ոնց որ չգիտեր։ Մենք գիտեինք ու մեռանք ասելով, որ այ խելոքներ, էս ինչ եք անում։ Ինչու եք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հաշվին աշխարհաքաղաքական տրնգի պարում։ Արարատի բնակիչը, որը թափել է բավական շատ մթերք, ասում է մեռասաղ գյուղին համոզելով, թե ինչ կլինի, եթե Նիկոլը ընտրվի։ Ընտրվեց, ողջ գյուղատնտեսությունը մեռնում է։ Իրականում գյուղացիները գիտեին, որ Նիկոլն է այս խնդիրների մեջ գցել երկիրը, ու քանի սա ղեկավարում է, կորած են։ Չեմ հասկանում այն մարդկանց, որ քվեարկեցին իրենց բերքն ու կյանքը կործանողի օգտին։ Ես շարժվում եմ այն կանխավարկածով, որ ընտրությունները այլանդակ կեղծվել են, բայց եթե անգամ ամեն գյուղում մեկ արտահանող, մեկ ֆերմեր, ում բերքը փչանում է, ձայն է տվել սրանց, չեմ հասկանում իր մոտիվացիան։ Մարդիկ գիտեին, որ խնդիրների միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդիկ, որ այսօր գլխին են տալիս ու թափում բերքը փչանալու պահին մտել են քվեախոց։ Արմաշի բնակիչը, որ տուժել է Նիկոլի երեսից, ասում է նրան եմ ձայն տվել, թող իմ խնդիրը կարգավորի։ Բայց ո՞նց կարգավորի, եթե հենց ինքն է ստեղծել այդ խնդիրը։ Ինչ տրամաբանությամբ ես դու ձայն տվել քեզ սննկացնողին։ Ասում էր բիբարիդ փողը կտամ, տվեց, ինքն էլ չէ, մենք էինք տալու, տվեց։ Սա որ խոստանում էր բերքը կմեթերեն, գյուղացին չի տուժի, հիմա ասում է զբոսաշրջիկները կգան կուտեն, ընտրակաշառք է բաժանվել, մարդկանց ձեռքը փողաֆռում կառնեն կուտեն, այդ մակերեսային ճղճին պատկերացումներով են ղեկավարում։ Ասում էր վարդեր ու բանջարեղեն են ուղարկվել նոր շուկաներ, Եվրամիություն, հələ ասեք, քանի հատիկ ուղարկեցիք ծաղիկ։ Հա այն Նիդերլանդների վարչապետը, որ զանգել հոլանդական վարդեր խնդրում, ուղարկեցիր։ Այն քո ասած ծաղկային դրախտը, որի մեջ իբր գցել ես ծաղկաբույսներին, իրականում ծաղկի դրախտ էր, թե ծաղկի աղբանոց։ Գյուղերի աղբանոցներում հիմա արդեն մենակ ծաղիկներ են, գյուղմթերք է։ Մինչ Նիկոլը Խորհրդանի ամբիոնից կոկորտն է պատռում, եսիմինչ թեմաներով, մարդկանց վարկերով, չարչարանքով աճեցրած բերքը տոնաներով փտում է։ Հայկական գյուղատնտեսությունը այս պահին մեռնում է։ Տնտեսությունը մեռնում է Լարսի անցակետում։ Ձեզ երեք ասում էին արտահանումը Եվրոպա կմեծացնենք, սաղ կգնա Ֆրանսիա, հիմա ասում են, դե չեն կարող, հեռու է, ծախսատար է։ Ցինիզմի աստիճանը նայեք։ Ընտրություններից առաջ Եվրոպան մոտիկ էր։ Ընտրություններից անմիջապես հետո կիլոմետրերի երկարեցին։ Եթե Եվրոպան ձեզ համար նպատակ էր, ինչու տարիներ առաջ չեք լուծել սերտիֆիկացման, լոգիստիկայի, մրցունակության հարցերը։ Ժորժ ջան, խնդիրը մենակ Հայաստանից գյուղմթերքի արտահանումը չէ։ Դա մի փոքր մասն է։ Եթե վաղը Ռուսաստանն արգելի ցորենի արտահանումը Հայաստան, ինչ է կանելու, որն է այլընտրանքը։
Եթե դադարեցվեն տրանսֆերտները, եթե հարաբերությունները վատանան ու չգան զբոսաշրջիկներ, որոնք առաջին տեղում են մեր զբոսաշրջության, ռուսները, 40%-ը իրենք են։ Եթե արտագնա աշխատանքի մեկնողներին համատարած դեպորտանեն, երբ գազային պատերազմը սկսի, ինչ եք անելու։ ՔՊՀ-կան ՀՑԿՀ նախագահն ասում է գազը կբերենք Թուրքմենստանից, Իրանից, Ադրբեջանից։ Լուրջ, կբերես, բայց չես բերի։ Ինչ եք խաբում։ Հայաստանի կառավարությունը հնարավորություն չունի փոխհատուցելու այն վնասները, որ կրելու ենք։ Եվրամիությունը կոպեկներ է տալու, կամ միլիարդավոր եվրոների վարկեր։ Ուլը հարց է, ինչեր է պահանջելու դրա դիմաց։ Եվրամիության ընդլայնման հարցերով նախարարն ասում է հուլիսի 5-ին կգամ Հայաստան, տեսնենք ինչ ենք անում։ Մինչև հուլիսի 5-ը դեռ կես ամիս կա։ Փչանում է բերքը, հենց հիմա։ Բայց ասենք եկաք, ինչ եք անելու։ 50 միլիոն եվրո տալու եք Նիկոլին, դա ուր է գնալու։ ՔՊԱ-ականներին դառնալու է դղյակ։ Իսկ 200-250 միլիոն դոլար գինի, կոնյակի չարտահանումից վնասները, 50-60 միլիոն դոլար ձկնեղենի չարտահանման վնասները, 70 միլիոն դոլար լոլիկի ու ելակի չարտահանման վնասները, 4 միլիարդ դոլարի կարգի հնարավոր տրանսֆերտներից զրկումը, 600-700 միլիոն դոլար գազի հնարավոր թանկացումը, Ռուսաստանից Հայաստանով վերարտահանումների համար եք փոխհատուցելու։ Հաշվել եք Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը ինչ է արժանալու, դա ոնց է փոխհատուցվելու։ Ու այս բոլորը մի բանի համար, որ Նիկոլը պահեց իշխանությունը։ Մենակ դրա համար։ Գիտեր, որ իր ընտրությամբ վատ է լինելու, բայց մենակ ինքը իր մասին է մտածում։ Վաղը քաղաքական ուժերից ու գործիչներից հետո ստիպված է լինելու գյուղատնտեսների վրա մահակ ու ոստիկաններ ուղարկել, հետո խոպանչիների ու իրենց ընտանիքների վրա, որովհետև եկամտի բացակայությունը բոլորին է հանելու փողոց։ Ու անգամ փող չի ունենալու, որ մարդկանց ջարդող ոստիկաններին պարգևավճար տա։ Կարճ ասած, Հայաստանը բռնել է սննկացման ճանապարհը։ Իշխանությունն իր ուզած քվեն կորզեց, կեղծեց տարավ, ձեզ մնաց փակված լարսը, չմարված վարկերը, ձորը թափվող բերքը ու փլուզվող սոցիալ-տնտեսական վիճակը։ Կեղծիքով, շանտաժով, վարչական ռեսուրսով, ընտրակաշառքով ընտրվել է մեկը, որի համար պետությունը, ժողովուրդը, հայրենիքը զրո արժեք ունեն։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին վճարում է իր ու կառավարության սխալների համար։ Այս կառավարության սխալների համար շատերը ցավոք վճարել են կյանքով, շատերը առողջությամբ, շատերը գույքով, շատերը բիզնեսի արած դրածի կորստով, բայց մեկ է, համ սրանք են շարունակում սխալներ գործել, համ սրանց վստահողները։ Ոչ մեկը դաս չի քաղում։ Չեմ կարող դրական նոտայով ավարտել, որովհետև լավ եմ հասկանում, թե մենք ուր ենք գնում։